Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ուրեմն այսօր 2 տոն է նշվում ոստիկանության օրը եւ հայ կինոյի օրը։ Ու այս երկուսի համադրությամբ ստացվում է, որ հիմա այս իշխանության օրոք կինո արտադրության ամբողջ ծանրությունը ընկել է ոստիկանության եւ իրավապահ մարմինների լրատվական ծառայությունների վրա։ Ստեղծագործական կինո չեն կարող նկարեն, ընկածեց մեծ սարքի դերասան, իրանք էլ իրենց համար կինոներ են նկարում։ Ռեժիսորը բանը նկատում եք, որ Անտաղանդ է, Փաշինյան, ասենք ինքը հարվածային գործիքներ խփողը, որը ռեժիսոր դրա նկարած կինոները ինչ պիտի լինի, տենում ենք։ Հիմա տեսեք արդեն որ երրորդ օրն է, ուժեղ Հայաստան կուսակցության գրասենյակները տեղափոխվել են քննչական կոմիտեներ ու դատարաններ։ Վաղն է ժամը 14:30 մենք պիտի լինենք հակակոռուպցիոն դատարանում, որտեղ Սամվել Կարապետյանի դատական նիստի շարունակությունն է։ Ու որ նայում ես, ասենք, այս պահի դրությամբ ինչ տեղեկատվություն կա, ինչի համար են մարդկանց նեղություն տալի, իրավական հիմք ընդե գոյություն չունի։ Ասենք օրինակ, ինչն է, չէ, կոռուպցիան ինչ կարալի հոդված այս պահին կա, որևէ ուժի օգտին քվեարկելուն ընտրողին խրախուսել է։ Ուրեմն պաշտոնապես հայտարարում ենք, որ ուժեղ Հայաստան կուսակցությունը այս պահի դրությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողով հայտ չի ներկայացրել։ Այս պահի դրությամբ միակ քաղաքական ուժը, որ կենտրոնական ընտրական հանձնաժողով հայտ է ներկայացրել, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է։ Եթե որևէ ընտրողի հիմա հնարավոր է կաշառք տալ, խրախուսել ընտրություն անելու համար, այդ պիտի լինի միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Որովհետև եթե ընտրական սուբյեկտ չկա, ո՞նց է հնարավոր այդ ընտրական սուբյեկտի օգտին իրականացնել ընտրողի խրախուսում։ Եթե ասենք թե ենթադրենք ինչ-որ բան վերցրել, այդ ում ընտրի, եթե ում որ պիտի ընտրի, նա դեռ չկա։ Հասկանում եք, այսինքն սովետի ժամանակ դες մի հատ բան կար, չի ասում, հնգամյակը 4 տարում։ Այսինքն վրեկները պլանա դրած, բայց այդ պլանը շուտ կատարեն։ Հիմա այս մարդկանց վրա երևի պլանա դրած, որ իրանք պիտի մարդկանց ձերբակալեն, բայց չեն սպասում մայիսի 2-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցություններին գրանցի նոր սկսեն ձերբակալել։ Առաջ են ընկել, այսինքն մտածում են կարող է այն վաղտե պիտի անեն, հիմա չեն հասցնի։ Դա համար ասենք գրասենյակների բաշխումն ալեն, ասեմ, վայքը մինչև այսինչ օրը կբռնենք, Արտաշատը այսինչ օրը կբռնենք, մինչև որ գանք հասնենք այս մի երևի գրաֆիկ ունեն, էլի, երբ պիտի ձեր։ Բայց պարզ է, չէ, որ սակայն այդ քաղաքական հետապնդումները ասե իրավական բաղադրիչ գոյություն չունի։ Փորձում են խոչընդոտել, որ ուժեղ Հայաստանը ամեն դեպքում չկարողանա մասնակցել ընտրություններին։ Ես չգիտեմ իրանց վերջնական նպատակն ինչ է, բայց այն պահի դրությամբ, այս պահի դրությամբ այն գործողությունները, որ անում են, սա քաղաքական հետապնդում է խոչընդոտել կուսակցության գրասենյակների ամենօրյա բնականon գործունեությունը։ Գիտեք ինչ, ասենք, թե տրամաբանություն չկա, էլի, որ ուժեղ Հայաստան կուսակցությունը մոտիվացված լինի ընտրողներին որևէ այլ կերպ շահագրգռելու, քան պարզ քարոզչական միջոցներ։ Որովհետև մենք ընդամենը այս պահի դրությամբ 5 քարոզչական թեզ ունենք տնտեսական զարգացման, 6 քարոզչական թեզ անվտանգության, արդեն ժողովուրդը առավոտից ցիրիկում խոսում է միայն Սամվել Կարապետյանի մասին, արդեն պատրաստ են աջակցել։ Հիմա դու տանես մարդուն, չգիտեմ, էլի, ինչ-որ նյութապես շահագրգռես, որ ինքը քեզ իշխանություն տա, որ դու իրան փորձարկից ազատես, աշխատատեղ ստեղծես, ինքը դա ապրի։ Այդպես բան ո՞նց կարա լինի, ասեք, դրա անհրաժեշտությունը չկա, հասկանում եք։ Տեսեք, Փաշինյանը անընդհատ ասում է, որ եթե ինքը չընտրվի, պատերազմ է լինելու։ Հնարավոր է սա լինի այնպիսի քայլեր, որ հեռացնեն Կարապետյանի աջակիցներին, թիմակիցներին, որպեսզի նա փորձի հավելել ձայները, այսպես ասած, գողանալ եւ իր ասածը փորձի իրականություն դարձնել։ Ձեր հարցադրումը ունի իմ կարծիքով հետեւյալ անկախ գործողություններից, իրենք պատրաստ չեն հավասար պայմաններով քաղաքական մրցակցության։ Բայց երեք պնդում էին, որ պատրաստ են իրար։ Ասեք, բա ո՞նց է արտահայտվում։ Մի օրվա մեջ ենթադրենք օրենք են փոխում, այն բանից հետո, երբ որ մեր դաշինքը կոչվում է ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինք, այդ դաշինքը ստեղծելուց հետո օրենք են ընդունում։ Միայն որպեսզի արգելեն մարդու անվանման գործածումը, պարզ է, չէ, ասենք օրինակ, այս ընթացքում Վահագ Ալեքսանյան դաշինք չի ստեղծվելու։ Ասենք
որ նորմալ մարդիկ այդ դաշինք ստեղծի անունը դնի Ալեն Սիմոնյան դաշինք։ Չտես բան չի կարծի մի հոգի ձեն չի տա, չէ՞ մենակ ասենք, բայց որ մարդու անունն են դնում դաշինքի վրա, ով որ ունի անառարկելի հեղինակություն, ով որ իր անունով արդեն վստահություն է վայելում հասել։ Ասում են, հա, եթե վստահություն է վայելում, ուրեմն մենք դի զրկենք այդ մարդու անունը հնչելու։ Հիմա դա հավասար մրցակցության հետ կապ ունի։ Իհարկե չունի։ Հիմա մնացած գործողություն, տեսեք, ասենք, իրավապահ համակարգը 1000 հանցագործություն կա, չէ՞, այս երկրում օրական բան։ Ծանրաբեռնել են այս իրավապահ մարմիններին գոյություն չունեցող։ Հիմա պատկերացրեք 14 մարդ են բերել, այնտեղ 14 քննիչ գոնե 6, ասենք 6 քննիչ աշխատում է։ Բայց քննիչը այդ ընթացքում փող ստացող աշխատավար ստացողը կարար օգտակար գործ աներ, չէ՞, կարար իսկականից հանցանք բացահայտել, չէ՞։ Մարդ է, չէ՞, ասենք հակակոռուպցիոն մարմինը։ Կարող է թմեն հիմա ասենք թե քննիչը մնար, այդ եվրոասֆալտ։ Նա նայեր, տենար այդ եվրոասֆալտը ոնց է ստեղծվել, ով է դառել տնօրեն, այդ երկու կնիկը Արագածոտնի մարզում ոնց որոշեցին, որ իրանց նոր ստեղծած ընկերության տնօրենը պիտի լինի Կարլեն Սիմոնյանը։ Կարող է թմեն իսկականից բաներ էին բացահայտում։ Բայց այդ տեղեկություններն է կա, չէ՞։ Բայց հիմա այդքան խոսացին ասին Հայ Կոնջոյանը տունը առե, որ այդ տունը շուկայական գնից ցածր է, հետո պարզվեց, որ դրա աղբերը ավականու անդամ է, այդ ավականին այդ հողահատկացումներ բանը Կոնջոյաններ, չէ՞, կարծեմ։ Թե ով է, դրանցից մեկն էր, դրանցից, հա, այդ այն որ շուկայական գնից ցածր տուներ առել, որ Կոնջոյաններ թե հա։ Հիմա բայց ասենք թե ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր կա, չէ՞, բա հակակոռուպցիոն կոմիտեն փոխարեն այդ իրական ռեալ կոռուպցիոն հետքերը դրա վրա նստի, տենա այդ ինչա, մատ ասենք այդան իմ քայլի հիմնադրամ, տենան այդ ոնց էլա որ նոր ստեղծված հիմնադրամը միլիոնավոր դրամների, դոլարների հանգանակություններ ունեցավ անանուն աղբյուրներից։ Իրական կոռուպցիոն ռիսկերը թողած գնացեն գելեն ասենք Արտաշատից մեր աղջիկին ասենք բերել, ինչ պիտի անեն աղջիկը, ինչ գործ ունի նա հանցանքի հետ ինչ կապ ունի։ Սա Աննա Հակոբյանն էլ հեռանալուց եւ այդ տեսանք տեղադրել էր, նշել էր որ չի բացառում, որ հակակոռուպցիոնը կհրավիրեն, հա, իրեն, բայց բա ուր է, բայց ես կակրած, ասենք տես իրականի այդ իմ քայլը հիմնադրամը հիմնադրման օրվանից կոռուպցիոն ռիսկերի մեջ թաղված է, չէ՞, դրա եկամուտները, դրա ծախսերը, ինչի վրա են փող ծախսել։ Աննա Հակոբյանը գնացել է Քաթարում արաբական ձիերի փառատոն։ Ասենք, մամա չեն ասում հանրամիջոցներից հավաքած փողը ոչ արաբես, ոչ ձիես, ինչ ես գնացել դու այդ փառատոնին։ Բտոմատելը բացահայտ են։ Իսկ ձեր կարծիքով ինչու են հենց կանանց թիրախավորում։ Դե ընդհանրապես ասենք, որ այս գործընթացը հատնամա, որպեսզի չգրանցի, հա, կուսակցությունը։ Ախ ոնց պիտի չգրանցի, իրանք գիտեք ինչ, իրանք բոլոր հնարավոր իրավախախտումները անում են ու իրանց համար պետք չի իրավական հիմքը կա թե չկա, իրանք ամեն ճանապարհի գնում են, իրանք հիմար չեն էլի, վերջո իրանց, եթե նույնիսկ հիմար են, խելոք մարդիկ պետական ոլորտներից իրանց ամեն օրվա տեղեկությունները տալիս են, ասում են լավ չի քո վիճակը։ Օր-օրի քո հեղինակությունը ընկնում է, օր-օրի այդ մարդու հեղինակությունը ավելանում է։ Սենց դու որ հավասար գնացիր ընտրությունների, պարտվում ես, ուղղակի 50% այդ մարդիկ ձայն են հավաքելու։ Հիմա իրանք էլ հաշվետվություն է, չէ՞, Ալիևին ինչ ասել, ասեք, ասի բանը, մեր ժողովուրդը ինձ չընտրեց, ես էլ չեմ ընտրվել, չեմ կարող, հա, շունիկ տամ քեզ, այնի դες կնստի կլսի այդ պատմությունները։ Պարզավոր դրա համար հիմա ինքը ամեն գնով փորձելու է գնա, բայց այդ իրա ճղճին քայլերն են եւ դրա դիմաց կա ժողովրդի իրական ուժը, վերջ այդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանին չի պատկանում, որ ինքը մեկին փոխանցի կամ չփոխա։ Այդ իշխանության տերը ժողովուրդն է։ Հիմա այսօր այդ օրինակը բերել եմ, եթե դու գետի դիմաց պատնեշ ես դնում, երկու շաբաթ կարող է այդ գետի հունը խափանվի, մինչև որ այդ պատնեշին հավասար ջուրը կլցվի, ինքը իր ճանապարհով կգնա, արդյունքում է կլինի մի հատ ամբարված հսկա ջրամբար։ Հիմա ինքը Սամվել Կարապետյանի դեմ որ այդ պատնեշը դնում է, մարդիկ ավելի են համախմբում, կարող է մի պահ ասենք թե այսօր մի քիչ խափանվի աշխատանքները, վաղը ինչ ալնելու, մյուս օր ինչ ալնելու, մի հատ հսկա մարդկային բազմություն է ձևավորվելու ուժով, որովհետև ոչ մեկս պատրաստ չենք, համաձայն չենք, որ մեր հետ տենց վարվեն։ Պարոն Ղազարյան, բայց առհասարակ Փաշինյանի այդ հայտարարություններին, որ եթե ինքը չանցնի պատերազմ կլինի, ինչի մասին են դա խոսում, ինչու է Փաշինյանը նման հայտարարությունները վերջերս հանդես Ավելին ասում է պատերազմի եռակլուխ կուսակցություն։ Հետո ամսաթվերը ասում պատերազմի երբ պիտի լինի, այդ ամսաթվերը բռնում Ալիևի ասածների հետ, չէ, որ նա ասում է մենք հիմա Հայաստանի տարածքը ճանաչում ենք, բայց չի նշանակում որ 6 ամիս հետո էլ կճանաչենք, այդ 6 ամիսը գալին հիմա սեպտեմբեր։ Ասենց տրամաբանական կապեր էլ կա։ Պատերազմը ինքը, պատերազմական գործողությունը ինքը հանցագործություն է։
Այսինքն հանցանքով մարդու ահաբեկելը դա ահաբեկչություն է, առավել եւս ընտրողի։ Այդ դա օրինակ ընտրողի կամքի վրա ազդելու հստակ ձև է։ Չէ՞ դու մարդուն սպառնում ես, հանցանք օրինակ ոնց որ այդ նույն բանը ասես, եթե դու ինձ չընտրես, ես քո հարազատին կսպանեմ։ Այդ նույն բանն է։ Հիմա ինքը ասում է ես ձեր հարազատներին, ձեր օրինակ Սամվել Կարապետյանն ասում է, երբ որ ես եկա իշխանության առաջի կառավարության նիստում բոլոր զինվորներին աշխատավարձ եմ տալու։ Այն ասում է, եթե չեղավ, ես ձեր զինվորները սպանելու եմ, որովհետև պատերազմի ցելելուց ինչ է ալնում, զինվորները զոհվում են, չէ՞, իր պաշտոնավարման շրջանում եղել է պատերազմ, եղել են հազարավոր զոհ։ Հիմա ասում է, տեսակ, չէ՞ որ ես պատերազմ բերեցի, ձեր երեխեքին սպանեցի։ Տեսեք մի հատ է կլինի։ Այսինքն դրանով շանտաժով սպառնում է մարդկանց, դա ապօրինության մի ուրիշ դրսևորում է։ Մենակ այդ արդեն բավարար է, որ դրան ասեն դու քո պատերազմները վերցու, Ռադեթ գնա, մենք տենանք մեր երկրում ոնց ենք ապրում։ Պարոն Ղազարյան, վերջին շրջանում ոչ միայն ուժեղ Հայաստան կուսակցության հետ կապված, այլ նաև օրինակ Դավիթ Մինասյանի գործով մարդիկ հաճախ դուրս են գալիս փողոց արդարությանը այնտեղ հասնելու համար, այնինչ արդարությունը պետք է համապատասխան կառույցներում կայացվել լինել։ Ինչու այդպես դասավորվել։ Դե հիմա ասենք թե օրինակ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը ինչ է եղել, SMS-ը ստացել գնացել է, չէ՞։ Դրանից հետո նշանակվել է հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար, որը թվում է նստում է կառավարության նիստի։ Վարչապետը մտնում է նիստին, քելում կանգնում է։ Ասում հարց է, լսեք, դու այդ նիստին ինչ ես հետո։ Ինչ հարց ունես, կա ոչ կառավարության անդամ է, ամեն մի կառավարման մարմին իրեն հիմա ազգային ժողովի նիստ ասկի հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար չի թվում նստում ազգային ժողովի, բայց կառավարության նիստին ինչ ես հետում նստում, չէ՞։ Ինչ ես ելում կանգնում, եթե նա, ինչ ես նախդունդե։ Այդ բաբոր ասում ես իրավապահ մարմին, այդ իրավապահ մարմինի այդ արժեքը որակը ստանում է իր անկախ գործունեության իմաստով։ Եթե նա ձեզ բոլորի ղեկավարում է, էլ դեպքում ստացվում է ոնց ես դու անկախ իրավապահ, դու դա բանը կատարող ես, իսկ օրենքն էլ ասում է իրավապահ մարմինների գործունեության ցանկացած միջամտությունը հանցանք է։ Հիմա մենք ասենք գործ ունենք այս հանցանքի շղթայի, ասում ենք քանի որ իրավապահ իր ֆունկցիան չի կատարում, մենք որպես քաղաքացի գալի կանգնում ենք, ասում ենք ըմբոստ ենք։ Ասենք հիմա մենք վաղան չենք գտնում դատարան։ Պարզա չէ՞ իմ ներկայությունը դատանի բակում դատանի կամքի որոշման վրա չի ազդելու, չի կարազի, ես դες մտադրություն չունեմ գնա։ Ես ուղղակի գնում եմ կանգնեմ, ասեմ ախպեր, ես երկրում անմեղ մարդն չի դատարանում։ Ինձ էլ են չէ տանում, ես էլ եմ անմեղ մարդ, ինձ էլ են տարել։ Քրեական ամսի 22-ն էլ իմ դատն է։ Ինչ գո, ասենք անմեղ մարդն չի պիտի դատվի այս երկրում։ Հանցագործները վխտա, հանցագործները մեզ իշխեն, անմեղ մարդիկ դատվեն, բամբոստ ենք, մենք երկրում պիտի օրինավոր մարդիկ խրախուսվեն, հարգանքի արժանան, պատվի արժանան, հանցագործներ պիտի դատվեն։ Քրկերկորյանը ազգային հերոս է, որտեղ վաստակել է։ Սամվել Կարապետյանը հայրենիքի մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի շքանշանի ասպետ է։ Հենց այնց է ստացել ինքը։ Բայց այս մարդը պիտի հասարակության մեջ մենակ հարգանքի, գնահատանքի, մեծարանքի արժանանա, այլ ոչ թե հանիրավի իրավական հետապը։ Եվ ես որպես քաղաքացի ըմբոստ եմ դրա։ Հիմա ասենք թե Քրկերկորյանը ողջ էր տանեին դատեն, ես պետք է կանգնեի դատանի բակ։ Ասեմ մեր ժողովրդի հերոսական զավակն է, ո՞նց եք տանում դատեք այդ մարդուն։ Պարոն Կային ձեր արտաշատի գրասենյակում գրասենյակներում ինչ վիճակա գործում են։ Անկեղծ ասած ես տեղյակ չեմ, երևի պիտի մեր կուսակցության ներկայացուցիչն հասնի։ Եթե դեռ նախընտրական շրջանը չի սկսվել եւ այսպիսի իրավիճակ է, քարոզարշավը ոնց է անցնելու, ինչ իրավիճակ են ունենալու, դուք ոնց եք պատկերացնում։ Դե ակնհայտ է, որ իրանք այդ շարունակելու են, լրիվ տրամաբանական է ձեր հարցը, որի մեջ նաև անհանգստություն եմ տեսնում, որ այո, սրանք գնալու են, փորձելու են գնան ամենաբան միջոցների, որովհետև նորից եմ ասում, բան չկա, գրանցված ընտրական սուբյեկտը չկա, գնացել են ասում են դու այդ ընտրական սուբյեկտի կաշառք ես տվել, որ իրանք դրան օգտին քվեարկեն, երբ որ այդ կուսակցությունը հայտ չի տվել կենտրոնական ընտրականը։ Ոնց պիտի դրա օգտին քվեարկեն։ Դա պարզ է, չէ՞, որ եթե քաղաքական քարոզարշավը լինի, ինչեր են փորձելու անել։ Հետապնդում կամ ասենք հանում են ձայնագրություններ են հրապ։ Ասենք մարդու գաղտնա լսել է օրենքով արգելված է, չէ՞, դա մեր անձնական իրավունքի պաշտպանության սահմանադրական երաշխիք կա։ Եթե օրինական են գաղտնա լսել, նշանակում է գնացել են, դատանից թույլտվություն են վերցրել, ուժեղ Հայաստան կուսակցության արտաշատի գրասենյակի աշխատողներին գաղտնա լսեն, այսինքն հիմնավոր կասկած ունենաս, չէ՞։ Բայց չես դեպքում հիմնավորի, քննիչ, ինչես գնացել կոնկրետ կուսակցություն թիրը։ Դու արդեն նույն միաժամանակ բոլոր Հայաստանի կուսակցությունների գրասենյակի աշխատողներին գաղտնա լսելու միջնորդություն տարել ես դատարան։ Եթե չես տարել, ինչես հասարակական գնում ստե։ Պիտի գիտեք ինչ,
քննիչը, ոստիկանը դրանք կարևոր մարդիկ են մեր երկրի ներքին անվտանգություն, հասարակական կարգ իրան, բայց իրանք հանրային ծառայող են, իրանք իրանք ամեն գործողության քայլի համար պիտի պատասխան տան, հաշվետու պիտի լինեն։ Օրենք իրանք իրավասությունն է տվել, որ իրանք հանցանք բացահայտեն, ոչ թե անմեղ մարդու տանեսարկեն հանցագործ։ Այդ ձայնագրության մեջ ենթադրաբար հեռուստացույց տալու մասին էր խոսվում, այնտեղ ասում էր, որ սուս մնա, ըստ ձեզ ինչի մասին է սա։ Ախ, ձայնագրությունը նորից եմ ասում, աղճատվածքի, չգիտես ինչի մասին է խոսքը, մի կտոր վերցնում են, բանը Բագրատ Սրբազյանը այսօր իրանց դատնել է։ Իրա ձայնագրություններն էլ ենք, չէ՞ լսել։ Ասում է բանը, ինքը ահաբեկչական գործողություն է պլանավորել, որովհետև ձայնագրության մեջ ասում է, որ ինքը ուզել է շվեյցարական մոդելի պետություն կառուցել։ Բագրատ Սրբազյանը լսում ես, ասում է մենք պիտի կառուցենք շվեյցարական մոդելի պետություն։ Բարձում է շվեյցարական մոդելի պետություն կառուցելը ահաբեկչություն է։ Հիմա ցանկացած կենցաղային խոսակցություն, ցանկացած մարդու որ լսես, ինչ ասես, մարդիկ կարան իրար հետ խոսան, չէ՞։ Բայց դա ընտրական գործընթացի հետ կապելը դի ապացույց ունենաս։ Նորից եմ ասում, ընտրական գործընթացի սուբյեկտ չկա, դու ո՞նց կարաս։ Հիմա մեկը կարա մեկին մի բան նվիրի, մեկը կարա մեկից մի բան առնի, մեկի մի ծախի։ Այն աներեն ասելա փեսային քյաբաբ կտամ, փեսան ասելա, չգիտեմ, աներոշ քյաբաբ կտամ։ Սաղս էլ մեր տուն հաց ենք ուտում, մեր տենը հիմա ասեք թե կինս որ ասի, որ գաստուն ես քո համար ինչ սարք եմ ուտելու, ես էլ ասեմ, ասի, այդ ուրեմն դրան հենց աշտվեց, այդ 100% ուզել է դրա կամքի վրա ազդի, որ նա էթա ուժեղ Հայաստանին ընտրի։ Այս գործով արդեն հրապարակվել է ձայնագրությունը։ Ինչ են հրապարակ։ Մի հատ կիսատ բռատ մի բան պետք է լինի, էլի, հերթական անգամ։ Շնորհակալություն։ Լավ եղեք։